Յուրաքանչյուր հաջող բիզնես սկսվում է երազանքից։ Շարունակել ընտանեկան գործը, ստեղծել նորարարություն, աշխատանքով ապահովել մարդկանց։ Արմավիրի արևաշատ այգիներից մինչև Գյումրի, Եվրոպական միությունն օգնում է երազանքները դարձնել հաջողության պատմություններ ամենուր։ Վերջին տարիներին Եվրոպական միության ծրագրերից օգտվել է ավելի քան 1500 հայկական ձեռնարկություն, իսկ միայն 2024-ին ստեղծվել է շուրջ 25000 նոր աշխատատեղ։ Այս ամենը Հայաստանի ու Եվրոպական միության գործընկերության մասն է, տնտեսությունը մոտեցնելով եվրոպական չափանիշներին։ There is no other sustainable sector in which we Չկա ավելի կայուն ոլորտ, քան այն, որ ստեղծում է աշխատատեղեր, նոր հնարավորություններ մարդկանց համար եւ խթանում է Հայաստանի տնտեսության զարգացումը, and which can help the economy thrive. Մելանտեի պատմությունը սկսվեց 2002-ին աշխատատեղեր ստեղծելու գաղափարով։ Այսօր այն ունի մոտ 200 աշխատակից եւ շարունակում է աճել։ Սաթեն Խոշոյանը վստահ է, որ ծնողների ստեղծած գործը պետք է ոչ միայն պահպանել, այլև զարգացնել։ Կովիդից հետո սպառողի վարքագիծը շատ փոխվեց։ Բաց շուկայական հարաբերություններում, որտեղ որ սպառողը ուղղակի հեռախոսով կարող է երկու կլիկ անելով պատվիրել ցանկացած բան աշխարհի ցանկացած կետից, հայ արտադրողին դարձեց ավելի քիչ մրցունակ սեփական իսկ շուկայում։ Եվրոպական միության աջակցությամբ Մելանտեն մասնակցեց միջազգային ցուցահանդեսների, համագործակցեց փորձագետների հետ եւ վերածվեց մրցունակ բրենդի։ Այս ճանապարհը բացեց նոր տեխնոլոգիաների ու արտահանման շուկաների դռները։ I'm very pleased to note that all the companies Ուրախությամբ կարող եմ նշել, որ Եվրոմիության աջակցությունը ստացած բոլոր ընկերություններն իրենց վաճառքների աճն են արձանագրել, ինչպես նաև մեծացրել են արտահանման հնարավորությունները դեպի Եվրոմիության շուկա։ Միջին աճը մոտ 7% է, սակայն համոզված եմ, այն ոլորտներում, որտեղ որ մենք աշխատում ենք, ներուժը շատ ավելի մեծ է։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս աջակցությունը միայն թվերի կամ ընկերությունների մասին չէ, այն մարդկանց մասին է։ Մարդիկ են ներդրումներ անում այս բիզնեսներում, մարդիկ են աշխատում այդտեղ եւ հենց իրենք էլ իրական շահառուներն են։ who are the beneficiaries of this support. Դոնոս ընկերությունը տարիներ շարունակ եղել է ընտանիքի ու համայնքի հենարանը։ Ջրարտադրությունը Հայաստանում ավանդական բիզնես է, իսկ Դոնոսը Եվրոպական միության աջակցությամբ այդ ավանդույթը վերածեց ժամանակակից արտադրության։ Ներդրվեցին նոր սարքավորումներ, արտադրությունը հասավ միջազգային չափանիշների եւ հայկական համը ճանապարհ բացեց դեպի արտահանման շուկաներ։ Եվրոպական միության աջակցության շնորհիվ, օրինակ մեր մոտ շատ բան է փոխվել, 25 թվականին ավելացրեցինք մեր արտադրամասի ծավալները եւ այս տարվա մեջ արդեն կունենանք մեր ջրային կոնֆետների արտադրությունը, որը որ արդեն պահանջարկում ենք եվրոպական շուկայում։ Եվրոպական միության աջակցությունը Հայաստանում միայն ավանդական ոլորտներով չի սահմանափակվում։ Այն նույնքան կարևոր է նաև նորարարական գաղափարների համար։ Գյումրիում մի խումբ երիտասարդներ դրոնների միջոցով լուծեցին այն, ինչ նախկինում թվում էր անհնար։ Անաղմուկ ու էկոլոգիապես մաքուր հրավառությունների նրանց գաղափարը վերածվեց բիզնեսի։ Եվրոպական միության աջակցությամբ ստարտափը ոչ միայն կայացավ, այլև այսօր արդեն ծրագրում է նոր լուծումներ, դրոնների տեխնոլոգիայով բեռների տեղափոխում։ Սա բացառիկ նախագիծ է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար։ Այդ պահին, երբ որ դու երազանքում ես, չես պատկերացնում։ Այդ ամեն բարդությունը հասկանալը ինձ թվում է ամենաշատը հենց այս ICMPD-ի գրանտի շրջանակներում ես հասցրեցի ստանալ, որովհետև հենց այդ շրջանակներում մենք սովորեցինք ոնց բիզնես անել, այդ դասընթացները կենտրոնացրեցին, իրան բերեցին մի հատ ֆորմայի։ We have significant Մենք բազմաթիվ ստարտափներ ունենք, որոնցից որոշները ժամանակի ընթացքում դառնում են նշանակալի, անգամ միջազգային ընկերություններ։ Իհարկե, կարևոր է աջակցել այդ ձեռնարկություններին, բայց ոչ պակաս կարևոր է աջակցել նաև ամբողջ էկոհամակարգի զարգացմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի նման ընկերությունների առաջընթացի համար։ Եվրոպական միությունն ու Հայաստանը միավորում են ուժերը աջակցելու մարդկանց, ովքեր իրենց գաղափարները վերածում են կայուն բիզնեսների։
Եվրոպական տարիներին ավելի քան 1200 հայկական բիզնես ստացել է Եվրոպական միության աջակցություն։ Սա համագործակցություն է, որ բացում է նոր հնարավորություններ եւ բերում շոշափելի փոփոխություններ թե մարդկանց, թե համայնքների կյանքում։